համեղություն, ընտիրություն եւ ստանում ես բավականություն։ Եթե ձեզ դուր եկավ այսօրվա ուտեստը, եթե դուք հավանեցիք, ուրեմն եկեք գնանք միասին պատրաստենք։ Բարի օր ժողովուրդ ջան։ Այսօր որոշել եմ պատրաստեմ կեսօրվա ուտեստ թարմ հավով։ Արդեն պատրաստել եմ, մազերը հեռացրել եմ, ավելորդ ամեն ինչ հեռացրել եմ, սիրելիներս, մաքուր մաքրել եմ, խանձել եմ, ամեն ինչը տեղի լվացրել եմ, մնում է միայն, որ արդեն ասեմ ինչ համեմունք եմ օգտագործելու, համեմունքները ձեր աչքի առաջ անեմ, իմ կարծիքով բոլորդ էլ գիտեք սիրելիներս, հավը խանձել, լվանալ, փորը մաքրել, բոլորդ էլ գիտեք։ Եղավ, հիմա շարունակում ենք, վերցրել եմ 3 ճաշի գդալ թթվասեր, վերցրել եմ մի լավ թեյի գդալ մանանեխ, սիրելի ժողովուրդ, այսպես հիմա ամեն մարդ մի ձևի է պատրաստում, սա իմ պատրաստման ձևն է, սա իմ տարբերակն է, չգիտեմ, եթե դուք ուրիշ տարբերակ գիտեք, ավելի լավ տարբերակ, ինձ գգրեք, ձեր տարբերակներն էլ կփորձեմ։ 3 ճաշի գդալ թթվասեր, 1 լավ թեյի գդալ մանանեխ։ Հիմա այս խառնուրդին, մանանեխին եւ թթվասերին պատրաստել եմ աղը, կարմիր պղպեղը, սև պղպեղը, բոլոր համեմունքները խառնել եմ իրար, վերցրել եմ 2 թեյի գդալ աղ, պարզ ասում եմ 2 թեյի գդալ աղ, 3 թեյի գդալ կարմիր քաղցր պղպեղ, 1 թեյի գդալ սև աղացած պղպեղ եւ ուրիշ ոչինչ։ Սա է իմ ամբողջ վերցրած համեմունքը։ Հիմա համեմունքը լցնում եմ ամբողջությամբ, լցնում եմ թթվասերի եւ մանանեխի վրա եւ մի լավ խառնում եմ։ Ոչ մի տեսակի յուղ չեմ վերցնում, որովհետեւ թարմը հավ է, ինքն էլ լավ յուղոտ է։ Ստացվում է շատ լավ խառնուրդ, կարտոֆիլի հետ, չգիտեմ ոնց ասեմ ձեզ, բայց պատրաստելու եմ վառարանի մեջ, գրիլ ասեմ, ոնց դուք գիտեք, վառարանի մեջ եմ պատրաստելու, կարտոֆիլը արդեն պատրաստել եմ, աղ ու կարմիր պղպեղ արել եմ, հիմա ունեմ ոլոր կանանչ, ունեմ սիսեր, կանանչ լոբի հատիկները, միջուկները, ունեմ կարմիր քաղցր պղպեղ եւ գազար։ Սա պատրաստելու եմ տափակի մեջ ու այս բանջարեղենը պետք է պատրաստեմ էլեկտրոսալիկի վրա, տափակի մեջ։ Պետք է պատրաստեմ այնտեղ, իսկ հավը էլեկտրոջեռոցի մեջ։ Այսպես բոլոր մասերով, հիմա չմոռանամ ասելու, այսպես դանակով կտրվածքներ եմ կատարել կրծքամսի վրա, բդիկների վրա, այսպես կտրվածքներ եմ կատարել, որպեսզի համեմունքը գնա մեջը։ Չգիտեմ, ձեզ ոնց դուր գգա իմ պատրաստած այսօրվա հավը, բայց մեզ շատ է դուր գալիս եւ շատ համեղ է, սիրելի ժողովուրդ ջան։ Դրսի կողմը վերջացրեցինք, հիմա ներսի կողմն էլ պատենք, որովհետև 2 կողմի վրա էլ լեփվելու է։ Այսպես։ Այսինքն հատիկ, այս կտրատած տեղերը, որտեղ որ կտրել եմ դանակով, լրի փակել եմ մեր խառնուրդով։ Դնում ենք մեր հավը տափակի մեջ, այսպես, զգուշությամբ, չմոռանամ ասելու, սիրելիներս, 1 թեյի գդալ սխտոր եմ լցրել խառնուրդի մեջ, 1 թեյի գդալ փոշի սխտոր։ Մեր խառնուրդը, ավելորդը, չենք թողում որ կորի, լցնում ենք մեր կարտոֆիլի վրա ավելի համեղ, ավելի փափուկ կարտոֆիլ է ստացվում։ Այսպես մեր
Թթվասերը խառնուրդի հետ միասին լցրեցի կարտոֆիլի վրա, հիմա կարտոֆիլն կշարեմ հավի բոլորով, այսպես։ Ես չգիտեմ, ժողովուրդ ջան, դուք ինչպես եք խառնում ձեր խառնածը, խույսը ինչ ձևին է, ինչ համեմունք եք օգտագործում, գրեք, կտեսնեմ, միգուցե հաջորդ անգամ ես էլ այդ նույնը կանեմ, ոնց որ դուք եք արել։ Վերջացրեցի ձևավորելը կարտոշկեն, հավը և 2 հատ պղպեղ համի համար, որ հավին տա, և լոլիկ եմ դրել 2 հատ էլ, ուրիշ ոչինչ պետք չէ։ Հիմա դնում եմ էլեկտրովառարանի մեջ և սկզբնական դնելու եմ 30 րոպե, երևի 30 րոպեից հանեմ մի հատ շուռ տամ մյուս կողմի վրա և դրել եմ 220 վերև ներքևի վրա։ 32 եղավ, ոչինչ։ 30 րոպե հետո փոխելու եմ մյուս երեսի վրա։ Այսքանը սպասում ենք։ Հիմա, մինչև սիրելիներս մեր հավը պատրաստ կլինի, ուրեմն ես կպատրաստեմ սալիկի վրա, էլեկտրոսալիկի վրա, կպատրաստեմ մեր բանջարեղենը։ Վերցնելու եմ մի քիչ ցիթապտղի յուղ ու շարունակեմ մնացած գործողությունը։ Ու կասեմ ձեզ ինչ եմ անելու հիմա այդ ցիթապտղի յուղից հետո։ Սա թողնում ենք առայժմ այստեղ։ Ամենասկզբից հիմա պետք է լցնեմ գազարը, որովհետև ամենաուշ է փողն է։ Լցնելու եմ գազարը քիչ տապակեմ առանցին։ Հիմա կլցնեմ մեր կանանչ լոբահատիկները, որովհետև սա էլ երկարեփելու կարիք ունի։ Լցնում եմ սա ու մի քիչ գազարի հետ թողեցի։ Մի քիչ ջուր եմ գցելու հիմա գազարի, այսպես, մի 20 գրամ։ Հիմա լցնում եմ բիբարը, արդեն լոբին պատրաստվեց, մի քիչ ուշ է եփում լոբին, չի կարելի սրանց հետ լցնել, ավելի լավ է սենց։ Սիսերը լցրեցի, լցնում եմ կանաչ բոլորը և լցնում եմ մեր պղպեղը, 2 տեսակի պղպեղ, կարմիր և կանաչ։ Հիմա տեսեք ինչ եմ ասում սիրելիներս, որ արդեն սա պատրաստ լինի բանջարեղենը, որպես համեմունք լցնելու եմ կարմիր պղպեղ, քաղցր, մի քիչ սև պղպեղ և լցնելու եմ աղ ու աղ։ Հիմա կգցեմ աղ, հետո կհամտեսեմ և եթե պետք լինի նորից կավելացնեմ։ Մեկ թեյի գտալ կարմիր քաղցր պղպեղ և ուրիշ ոչինչ։ Հիմա արդեն սիրելիներս մյուս կողմը շուռ տալու ժամանակն է։ Իմ կարծիքով արդեն պղպեղն ու լոլիկը պատրաստ է։ Մյուս կողմը պատրաստ է, շուռ տվեցինք հավը, հանեցինք մեր պղպեղն ու լոլիկը, հիմա կասեք ռոզատատիկ ինչ է այսքան քիչ բանջարեղենը, որովհետև այսպես ես եմ ուտում, ուրիշ ոչ ոք, դրա համար այդքան քիչ եմ դրել։ Հիմա կդնեմ այս մյուս կողմն էլ կարմրի, արդեն պատրաստ է, եփված է ինքը, ուղղակի պետք է կարմրի։ Առաջի 30 րոպեն վերջացավ, հիմա դնում ենք երկրորդ 30 րոպեն։ Դրեցինք երկրորդ 30 րոպեն և ջերմաստիճանը մի քիչ բարձրացրեցի, դրեցի 250 աստիճան։ Արդեն պատրաստ է, սա էլ անջատեցինք, դրեցինք մի կողմ հիմա։ Սա մեր հավի վերջնական տեսքն է։ Այսպես գեղեցիկ 4 բոլորից ցույց տամ ձեզ։ Սա վերջնական տեսքն է։ Սա էլ մեր բանջարեղենը։ Համեղություն։
ընտիրություն եւ ստանում ես բավականություն, համից, սիրելիներս։ Ամեն ինչը ընտիր, աղը, պղպեղները, քաղցր եւ կծուն։ Կարտոֆիլը չեմ փորձել, հիմա կարտոֆիլն էլ փորձեմ։ Ու ձեզ ասեմ։ Ամբողջովին կարտոֆիլը փափուկ, միսը փափուկ, սա կրծքամսից եմ կտրել։ Հիմա մի քիչ էլ բանջարեղենից։ Համեղություն, սիրելի ժողովուրդ։ Ես առաջի անգամ չէ, որ այս նույն բաղադրիչներով պատրաստում եմ հավը։ Հիմա ձեզ ասեմ, ոնց արեցի երկրորդ 30 րոպեն, որպեսզի չմոռանամ։ Ընդամենը 50 րոպե, որից 10 րոպե օդով եմ արել։ Ահա ժողովուրդ ջան, այսքանը պարզ բացատրեցի իմ կարծիքով, էլ հարցեր չի մնացել, բայց եթե հարցեր ունեք, տվեք, ես սիրով պատասխանում եմ հարցերը։ Գրեք, նայեմ, տեսնեմ ինչպես ձեր դուր եկավ այսօրվա իմ ուտեստը։ Արդյոք հավանեցիք ուտեստին։ Ինչ է մնում մեզ։ Հավանել, հետևել եւ տարածել։ Սիրում եմ ձեզ, սիրենք իրար։ Մնացեք Ռոզա տատիկի կողքին, որպիսի ձեզ համար նորանոր բաղադրատոմսեր ցուցադրեմ։